Դատավճռի հրապարակման նախորդ դատական նիստում դուք ներկա եք եղել։ Եվ դատանը հայտարարել է գործի քննություն ավարտված, նշել է, որ դատավճռի հրապարակման գործի քննությունը հետաձգվում է եւ նշանակում 2025 թվականի հոկտեմբերի 23-ին։ Սա դուք լսել եք։ Այսինքն պատշաճ կերպով ծանոթված եք եղել 2025 թվականի հոկտեմբերի 23-ին կայացած դատական նիստի վերաբերյալ։ Ինչու՞ չեք ներկայացնում։ Պատվական դատարան, նախ դատարանը տեղեկացրեց, որ իմ ներկայությունը պարտադիր չի հրապարակման ժամանակ, դրանով չեմ սահմանափակվել, մտածելով, որ իմ ներկայությունը եթե պարտադիր չի, կարող եմ ներկա չգտնել, չնայած որ նախորդ պլանավորած գործերում էի արտերկրում, ինչպես հայտնի է բոլորին, ես երբ որ տեղեկացվել եմ պատվական դատարան ինձ դատապարտելու մասին, ես անմիջապես տեղեկացել եմ առաջին, քանի ես իրավասության առաջին հարցանի դատարանին, որ ես վերադառնալու եմ արդեն եմ գնաց տոմս, եւ տվյալ օրը հոկտեմբերի 28-ին վերադարձել եմ գնացել եմ դատարան։ Դրան դեռ կհասնի։ Այդտեղ խնդիր չեմ տեսել, էլի, երբ որ տեղեկացել եմ, որ կարող եմ ներկա չլինել, դրան դատական նիստի ընթացքում է դատարանը։ Այո, հարգելի պաշտպան, այդպիսի հայտարարությունները Պատվական դատարան եւ եթե չեմ սխալվում եւ վերդիկտի հրապարակումից առաջ է եղել եւ դատավճռի հրապարակումից առաջ։ Դատական նիստով։ Մեկը հաստատ եղել է դատական նիստով, բայց որ մեկը այս բան չեմ մտաբերի։ Ինչ բովանդակությամբ է եղել։ Այն բովանդակությամբ, որ դատարանորոշ չի համարում կողմերի ներկայությունը, ըստ օրենքի։ Ինչքան ուրիշ պատվական դատարանը ասվել է, որ պարտադիր չի մեր ներկա լինել, հեսա պատճառները։ Այսինքն դուք ներկա չեք գտնվել դատավճռի հրապարակման նիստին, փորձենք ամբողջացնել ձեր ասածը։ Նկատի ունենալով, որ ըստ ձեր տեղեկությունների եւ ըստ դատարանի հայտնածի, պարտավորել չէիք հոկտեմբերի 23-ին ներկա գտնվել դատական նիստին, նկատի ունենալով, որ դատավճիռ է հրապարակվելու եւ դատականություն չի լինել։ Ես ճիշտ հասկացա։ Լավ։ Իսկ որտեղ եք գտնվում։ Մոսկվայում եմ։ Ինչպես պատճառով եք գնացել։ Աշխատանքային հանդիպումներն էին։ Աշխատանքային ասելով դա ձեր պարտականություններից է բխել։ Ոչ, ես մի անգամ հայտարարություն եմ արել, դրա մասին խոսել եմ պատվական դատարան, ձեզ տեղեկացնում, ես գործարար համայնքի հետ հանդիպումներ ունեի, համայնք ներդրումներ եւ այլն այդպիսի աշխատանքի, դրանով գնացել էի, եւ տեղեկացնում եմ այդ վերադարձ։ Լավ, նախկինում դուք ըստ գործի նյութերի կրկին Հայաստանի Հանրապետությունից դուրս եք եկել եւ վերադարձել։ Նախկինում նախապես տեղեկացնում եք դատարանը, որ գնալու եք Հայաստանի Հանրապետությունից։ Ճիշտս չեմ տեղեկացել, պատվական դատարան, մտածել եմ, որ հնարավոր է դուրս գալ երկրից դիմացել եմ։ Ձեր նկատմամբ գրավ եք իրավացել, հնարավոր եղել։ Այսինքն այդ նախկին անդամները, որ գնացել եկել եք, որևէ ձևով դատարանը ձեզ միջամտել է, որ չի կարող չի ասել։ Պատվական դատարան եղել են նաև դեպքեր, երբ պարոն Համբարձումյանը պետք է բացատրի Հայաստանի տեղեկացել եմ նիստի ժամանակ։ Եվ առանցում են նիստը դրանասել, մենք նախորդ դատարանին տեղեկացել ենք, ինքը պատճառը հարգելի է համարել, թույլ է տվել մենք համապատասխան բացատրությունը կազմակերպենք, հենց նշանակել այլևս։ Սպասից համայնք դուք քաղաքը հանդիպում ունեին Ֆրանսիայում, բայց հիշեցի, որ պաշտպանը հիշեցել։ Դատարանի տեղեկացում կլինի, որը փոխենք նմանատիպ հանդիպումներ փոխվել է, բայց խնդիր չի եղել, դրա համար մտածել եմ կարող եմ գնալ դատարանից։ Լավ, եւ դատակ պատվական դատարան մեկ րոպե։ Կանոնական նիստերը տեսեք երբ են նշանակվել, 3-4 ամիսը մեկ են նշանակվել։ Հասկաց։ Եվ շաբաթը մեկ չէ, այդքան դիրը չի եղել երբևիցե։ Լավ, եւ դատավճռի հրապարակելուց հետո մասնավորապես դատարանում 27-10-2025 թվականին ստացվել է դիմում Դավիթ Համբարձումյանից, որում նշված է հետևյալը. հայտնում, որ պաշտպանիս միջոցով ծանոթացել եմ իմ վերաբերյալ քննվող քրեական գործով դատարանի կողմից 23/10/2025 թվականին կայացած դատավճռի եզրափակիչ մասին, համոզեմ, որի դատարանը տեղավոր է ճանաչել ինձ եւ որպես պատիժ նշանակել ազատազրկում 6 տարի 3 ամիս ժամանակետով։ Որոշվել է իմ նկատմամբ կիրառած խափանուճած գրավոր վերացնել եւ որպես խափանուճած կիրառել կանոնքը։ Տեղեկացնում, որ աշխատանքային այցի շրջանակներում այս պահին բացակայում եմ Հայաստանի Հանրապետությունից, սակայն 2025 թվականի հոկտեմբերի 28-ին վերադառնալու եմ Հայաստանի Հանրապետություն։ Սա դուք եք ուղարկել այս ներում։ Այսինքն տեղեկացել եք դատավճռի մասին եւ ստացվում է ինքնական ներկայացում, պատիժը կայանում։ Պատվական դատարան շաբաթ կիրակին գալ, տենց եմ հիշում,
Դրա համար ոնց որ ամսի 27-ին թե ավելի շուտ ուղարկի էլի Հասկացա։ Եվ երբ ներկայացաք, 28-ին այսինքն դատավճիռը հրապարակվել էր հոկտեմբերի 23-ին, դուք ներկայացաք հոկտեմբերի 28-ին եւ ձերբակալվեցիք։ 5 օր է։ Կարող դուք